Բարի ցերեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք սկսում ենք ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղը, որն իրականացվում է Երևանի համար 32 գրադարանի կողմից։ Տիկնայք եւ պարոնայք, մենք շարունակում ենք համալսարանական մրցապայքարը եւ ես խաղի եմ հրավիրում Հրանտ Սուքիասյանի թիմին։ Շահանե Մանուչարյան, Ռուբեն Մուրադյան, Իրինա Կարապետյան, Սերժ Մեսրոպյան, Նարեկ Թումանյան և թիմի ավագ Հրանտ Սուքիասյան։ Հրանտ Սուքիասյանի թիմի դեմ այսօր կխաղան Էդգար Մարտիրոսյանը, Մարգարիտ Զիրեցյանը, Գայանե Հովանիսյանը, Սիմոն Հովանիսյանը, Հռիփսիմե Անանյանը, Սուսաննա Խաչատրյանը, Կարինա Խաչատրյանը, Մարիա Օխիկյանը, Ալլա Ամիրխանյանը, Տաթև Թամազյանը և Սուպեր Բլից։ Այսօրվա խաղի լավագույն գիտակին Ասատուր Հակոբյանը կնվիրի Մարդասպան սերն ու արվեստը հեղինակի մակագրությամբ։ Ինչպես նաև ընտրվելիք լավագույն հարցի հեղինակին Ասատուր Հակոբյանը նվիրում է մայիսի 3-ին կայանալիք Խաչմերուկում ստենդափի 2 տոմս։ Ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղեր, գրադարանի ընթերցողները ընդդեմ գիտակների։ Հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Եվ մենք մինչ խաղը սկսելը, ես հայտարարում եմ երաժշտական համար, դիմավորեք Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանող Խաչիկ Խաչատրյան։ Ուշադրություն, ես հայտարարում եմ առաջին խաղարկում։ Հարգելի գիտակներ, ողջունում են բոլորիդ։ Հրանտ,
Դուք այսօր թիմի ավագն եք, այո, ճիշտ եմ։ Ճիշտ է։ Ինչպես է թիմի ոգևորվածությունը, տրամադրությունը այսքան հանդիսատեսին սպասեցնելուց հետո Շատ դրական։ մարտական եք տրամադրված, այո։ Այո։ Շատ բարի, ձեզ հաջողություն եմ մաղթում նրան։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Սուսաննա Խաչատրյանը, Երևանի համար 32 գրադարանի տնօրենը Երևանից։ Խնդրում եմ ուշադրություն։ 20-րդ դարի կեսերին մի եվրոպական երկիր պաշտոնապես արգելեց այս առարկայի օգտագործումը որոշակի համատեքստում, քանի որ ըստ իշխանությունների այն չափազանց շատ է ազդում մարդու մտածողության վրա և աղավաղում իրականությունը։ Այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ շարունակում էին օգտագործել այս առարկան ամեն օր։ Անվանեք այս առարկան։ Ժամանակ։ Միլիոնավոր մարդիկ։ Այնպես բան որ օրդեն օգտագործող որ չեն կարող չօգտագործել։ Առօրյան է։ Ժամանակ։ Հարգելի Հրանտ, ով կպատասխանի հարցին։ Շահանե Մանուչարյանը։ Շատ լավ, Շահանե, լսում ենք ձեզ։ Մենք կարծում ենք, որ այդ առարկան թերթներ։ Շատ լավ, ես ընդունում եմ ձեր պատասխանը։ Այժմ հնչեցնում եմ ճիշտ պատասխանը։ Սա վերաբերում է որոշ հոգեբուժական պրակտիկաներում և կրթական համատեքստերում հայ լիների արգելքին, որտեղ ենթադրվում է, որ դրանք աղավաղում են ինքնաընկալումը։ 1-0 օգուտ գրադարանի ընթերցողները։ Երկրորդ խաղափուր։ Հարգելի Շահանե, ես լսել եմ, որ դուք սիրում եք ֆիլմեր, այո, ճիշտ եմ։ Ճիշտ ասած ոչ այդքան։ Բայց Game of Thrones-ը, եթե չեմ սխալվում, դիտել եք, այո։ Ավելի շատ սերիալներ եմ սիրում, հա։ Սերիալներ, այո։ Դա ձեր ամենաշատ սիրելի սերիալն է համարվում։ Երևի թե այո։ Շատ լավ, այլ որևէ սերիալ կարողանաք նշել։ Full House-ն արեք։ Հայկական հաստատության, այո։ Համար 5 Ձեր դեմ խաղում է Հրիփսիմե Անանյանը, հոգեբան մանկավարժ Երևանից։ 1926 և 1948 թվականներին Գերմանիան պատժվել էր պատերազմ հրահրելու համար այնպես, ինչպես ժամանակին պատժվել էր Սպարտան։ Ուշադրություն հարցը։ Ինչ պատժի մասին է գնում խոսքը։ Ժամանակ։ Պատասխանը պատրաստ է։ Լսում եմ ձեզ։ Օլիմպիական խաղերին արգելել էին մասնակցել։ Միանշանակ ճիշտ է։ Արշիվը հավաստարվում է 1-1։ Երրորդ խաղափուր։ Հարգելի Ռուբեն, դուք կիթառ եք նվագում, ճիշտ եմ։ Ասում եմ, Շատ լավ, քանի տարի եք նվագում։ այս արդեն եւի 4 տարին է, եթե չեմ սխալվում։
Մասնագիտացված, այո, թե ինքնուց։ Չէ, ինքնուս, մասնագիտացում մոտեցող չունի։ Շատ լավ, իսկ ո՞ր ստեղծագործությունն եք ամենաշատը սիրում նվագել։ Երևի թե ամենաշատը սիրում եմ նվագել Pink Floyd խմբի Comfortably Numb ստեղծագործության սոլո հատվածը։ Շատ բարի, ես ձեզ խաղին հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Համար 7 Ձեր դեմ խաղում է Կարինա Խաչատրյանը, բիզնեսի զարգացման մասնագետ Երևանից։ Առաջին մարդը երկնքից է իջել երկրի վրա։ Այսպես է նշվում աֆրիկյան Սուահիլի կամ Վասվահիլի ժողովրդի լեգենդում։ Ուշադրություն հարցը։ Իսկ ով նրան օգնեց անել դա։ Ժամանակ։ Նարեկը կպատասխանի։ Նարեկ լսում եք ձեզ։ Կարծում եմ ընձուղտ է բարձր վզի կամ հասակի պատճառով։ Շատ լավ, այդ տարբերակներ չեն քննարկվել թիմում։ Չհասցրին։ Դե եթե չեք հասցրել քննարկել, ես էլ հայտարարեմ հաշիվը։ 2-1 հոգուտ գիտակների։ Շնորհավորում եմ։ Ուշադրություն 4-րդ խաղափուլ։ Նարեկ, Ասում եմ, դուք սիրում եք ֆուտբոլ, այո։ այո, Այդ սպորտաձևեր ևս կան, որ սիրում եք։ թենիս եմ շատ սիրում, Շատ ավելի Թենիս։ զբաղվում եք որևէ սպորտաձևով։ ֆուտբոլով եմ զբաղվել, Այո, մնացածը չէ, շախմատ նաև, ինչու ոչ։ շախմատ, այո։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Սև արկղ Ուշադրություն, սև արկղ։ Ձեր դեմ խաղում է Տաթև Նամազյանը, գրադարանավար Երևանից։ Ուշադրություն։ Միջնադարյան Ամերիկայում մարդիկ տնից նոր տուն տեղափոխվելիս ստիպված էին լինում այրել իրենց հին տունը, որպեսզի կարողանային իրենց հետ տանել այդ իրը, քանի որ դա պետք էր գալու իրենց նոր տանը։ Ուշադրություն հարցը։ Ինչ է պահված սև արկղում։ Ժամանակ։ Իսկ կարող է հին տան մոխիրը տանեն, որպես հիշողություն։ Այսինքն այրելու հետ չկան պետք է դա առաջան, թե չէ միտք չի ունեն այրել։ Բայց այրել են, այրել ինչ ինչ կմնա ամեն օգտագործեն Ժամանակ։ Հրանտ ով կպատասխանի հարցին։ Ռուբեն Մուրադյանը։ Շատ բարի, Ռուբեն լսում ենք ձեզ։ Մենք կարծում ենք, որ սև արկղում մեղ կամ մեխեր են, քանի որ այլ իրեր բացի երկաթի այրերից չէին այրվի տուն այրելու արդյունքում, հետևաբար կարծում ենք, որ մեխեր են, որպեսզի օգտակար լինեն հետագա նոր տան կառուցման ընթացքում։ Շատ բարի, ես ընդունում եմ ձեր պատասխանը։ Հիշեցնեմ, որ հարցը վերաբերում էր միջնադարյան Ամերիկային եւ նոր տուն տեղափոխվելիս իրենք իրենց հետ տանում էին երկաթյա մեխեր։ Շնորհավորում եմ, հաշիվն է 3-1 օգուտ գիտակների։ Խաղափուլ համար 5։ Սերժ, Այո, պարոն հավաքար։ դուք բանավեճ
հաճելի սիրահար, այո։ Այո, Իսկ ինչ որտեղի է երբևէ խաղացել եք։ այո, համալսարանում։ Համալսարանում, այո։ Իսկ ինչ եք կարծում, դուք այժմ ձեզ լավագույնս եք դրսևորում, թե կարող եք նույնիսկ ավելին անել։ Գտնում եմ, որ մեր ուժերի ներածին չափով հիմա առավելագույն պայքար ենք մնում։ Շատ բարի։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Հարց համար 9, Ձեր դեմ խաղում է Ալլա Ամիրխանյանը, PR մասնագետ Երևանից։ Այն հաջողվեց փրկել ի շնորհիվ առաջին հերթին բժիշկների եւ կաթոլիկների։ Ուշադրություն հարցը։ Ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Օրինակ նայ, բժիշկները ասելին փրկում են, որ թույն օգտագործեն, կաթոլիկներն էլ Ես կպատասխանեմ հարցին, Այո, լատիներեն լեզվի մասին է խոսքը։ Լատիներեն, այո։ Շատ լավ, իսկ ինչպես կբացատրեք պատասխանը։ Լատիներենը համարվում է մահացող լեզու, միայն օգտագործվում է բժշկության ոլորտում ու կաթոլիկների մոտ իրենց ծեսերի ժամանակ։ Շատ բարի։ Ես հայտարարում եմ ճիշտ պատասխանը։ Բժիշկների, առաջին հերթին բժիշկների եւ կաթոլիկների կողմից փրկվեց լատիներենը։ Դուք ճիշտ եք։ Հաշիվն է 4-1 հոգու դիտարկների։ Ես հայտարարում եմ 6-րդ խաղափուլ։ Հարգելի Իրինա, Այո, դուք սովորում եք իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում, ճիշտ է։ Իսկ ինչպես կայացրեցիք ձեր որոշումը դառնալ իրավաբան։ իրականում պատմությունից երևի ամենը սկսվեց, հայոց պատմությունը էի շատ սիրում ու քննություններն են դեռ հայոց պատմությունը պարտադիր էր, այդպես ընտրեցի իրավագիտությունը։ Այլ ընտրանքներ եղել են։ Միջազգային հարաբերություններ։ Շատ բարի։ Ես ձեզ ուսման մեջ հաջողություն եմ մաղթում, խաղում ևս։ հարց համար 4, Ձեր դեմ խաղում է Սիմոն Հովանիսյանը, լրագրող Երևանից։ Սովորական մարդիկ դա տեսնում են ամեն օր։ Թագավորները ոչ հաճախ։ Իսկ Աստված չի տեսնում։ Ուշադրություն հարցը։ Ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Բրավուր ամեղ Ոսում մարդիկ ամենով աստուն չի կարող Ոստոս տեսնում է ինձ այդ այսինքն ինքը պիտի ստացվի որ հակառակ բան Տեները մի քիչ փոխաբերական իմաստով էլի, գրավելի Ժամանակ։ Եկեք վերցնենք մեր խնայած մեկ րոպեն։ Այո, իհարկե, 1 րոպե ժամանակ։ Կնեք հարցը երևի։ Սիրո։ Սովորական մարդիկ
Դա տեսնում են ամեն օր։ Թագավորները ոչ հաճախ, իսկ Աստված չի տեսնում։ Հարցը. ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Թագավորների ձեր չի տալի իրերի որտենա, դրա համար ոչ հաճախ է։ Ինչ ձեր չի տալի թագավորներին դրամիզանք։ Okay, da, բայց դա մեզ ոչ չի տալիս։ Դուք մեջի կարեք, կարողականի դա երևի։ Հա, երևի։ Ահկա։ Ոչ հաճախ է։ Okay, հա, կարելի է։ Okay, ավեկեն պատասխան։ Իրինան կպատասխանի այս հարցը։ Լսում եք Իրինա։ Մենք կարծում ենք, որ ճիշտ պատասխանն է երկինքը, այն տրամաբանությամբ, որ Աստված հենց երկնքում է, ինքը երկինքը չի տեսնում, արքաները պալատում են հաճախ գտնվում, էլի ոչ հաճախ են տեսնում երկինքը, սովորական մարդիկ էլ ամեն օր։ Շատ բարի, ես ընդունում եմ ձեր պատասխանը։ Իրականում տրամաբանությունը հետաքրքիր է։ Ես հիմա կընթերցեմ ճիշտ պատասխանը։ Աստված չի տեսնում, սովորական մարդիկ դա ամեն օր են տեսնում, իսկ թագավորները ոչ հաճախ։ Պատասխանը իր նմանին։ Հաշիվն է 4-2, հոգուտ գիտակներ։ Ես հայտարարում եմ 7-րդ խաղար։ Հարգելի գիտակներ, ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ դուք ունեք դահլիճի օգնությունից օգտվելու հնարավորություն, բացառությամբ բլից և եզրափակիչ հարցերի։ Սուպեր բլից։ Հարգելի գիտակներ, ես ուզում եմ տեղեկացնել, որ այս խաղի ընթացքում թիմից պետք է խաղա միայն մեկը։ Նրան խնդրում եմ որոշել։ Ռուբեն Մուրադյանը կխաղա։ Շատ բարի, Ռուբենը մնում է սեղանի շուրջ, մյուսներին խնդրում եմ լքել սեղանը։ Հարգելի Ռուբեն, ցանկանում եմ տեղեկացնել, որ սուպեր բլիցի ընթացքում կհնչի 3 հարց, յուրաքանչյուրի համար 20 վայրկյան ժամանակ եւ 1 միավոր վաստակելու համար դուք պետք է ճիշտ պատասխանեք բոլոր 3 հարցերին։ Պատրաստ եք։ Չավես ինչ, պատրաստ եմ։ Շատ բարի, ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ձեր դեմ խաղում է Արսեն Ազիզյանը, դերասան Երևանից։ Ես կբարավեմ Արսենին, Արսենը իմ ընկերներից է, եթե ինչ, հստակ ճիշտ է։ Այս բանի Ես կբարավեմ Արսենին, եթե կասեմ։ Ստանում է այս տանը։ Հա, տեղյակ չո։ ուշադրություն հարցը։ Ֆրանսիացի գրող եւ օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին սիրո մասին շատ է խոսել, բայց նրա ամենահայտնի արտահայտություններից է հետևյալ միտքը. սիրել չի նշանակում նայել միմյանց, սիրել նշանակում է ավարտեք գրողի միտքը։ Ժամանակ։ Հա, ես կպատասխանեմ հարցին։ Լսում եմ ձեզ։ Սիրել չի նշանակում նայել միմյանց, սիրել նշանակում է տեսնել միմյանց։ Ես ընդունում եմ ձեր պատասխանը, վերջնական պատասխանն է։ Հա, Շատ բարի։ Այժմ ես ընթերցում եմ ճիշտ պատասխանը։ Էքզյուպերին ասում էր. սիրել չի նշանակում նայել միմյանց, սիրել նշանակում է նայել միևնույն ուղղությամբ։ Ցավոք դուք սխալ եք պատասխանում Ռուբեն։ Հաշիվն է 4-3 հոգուտ գիտակների։ Հարգելի գիտակներ, ձեզ սեղանի շուրջ։
Եվ ես հայտարարում եմ 8-րդ խաղափուլ։ Դրանք, ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հավաքվել թիմը։ Դուք նախկինում խաղացել եք միասին։ Բոլորից խաղացել եմ առանձին, սակայն որպես մեկ ամբողջություն առաջին։ Թիմը որպես մեկ ամբողջություն առաջինն է։ Դե ես որպես սուբյեկտիվ կարծիք կարող եմ ասել, որ շատ լավ եք խաղում, ես ձեզ հաջողություն եմ մաղթում հետագա հարցերին պատասխանելիս։ Շնորհակալ։ Ձեր դեմ խաղում է Մարիա Օխիկյանը, մանկավարժ Երևանից։ Ցիցերոնը գտնում էր, որ դա տղամարդու թշնամին է եւ կնոջ ու սատանայի բարեկամը։ Ուշադրություն հարցը։ Ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Տղամարդու թշնամին է, որտեղ որ բան ասում կանեք շատ է խոսը Չես արտանեք չէ՞ որ սարդում է։ Այսինքն հա կապված է։ Դասի ցիցերոն, օքեյ, դու ես ասում ցիցերոնի հետ կապված է, դա որ լեզվի ինչ-որ խոսքի հետ կապված լինի։ Լեզվի կապված է։ Սերժի շատ է դարձել։ Ժամանակ։ Հրանտ ով կպատասխանի հարցին։ Սերժը լսում ենք ձեզ։ Մենք կարծում ենք, որ ճիշտ պատասխանն է, որ տղամարդու լեզուն իր թշնամին է, այսինքն խոսք իմաստով լեզուն, եւ կնոջ ու սատանայի բարեկամը։ Ես ընդունում եմ ձեր պատասխանը եւ դա ճիշտ պատասխանն է։ 5-3 օգուտ գիտակնի։ Շնորհավորում եմ։ Եվ այս պահին ես որպես խաղի հաղորդավար օգտագործում եմ այն հնարավորությունը, որ կարող եմ հայտարարել երաժշտական դադար։ Սիրով ուզում եմ դեմ հրավիրել Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանող Խաչիկ Խաչատրյանին։
Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ երաժշտական համարը բարելավեց մեր գիտակների տրամադրությունը եւ ես հայտարարում եմ 9-րդ խաղափուլ։ Հարգելի ներկաներ, ես ուզում եմ տեղեկացնել, որ թիմի բոլոր անդամներին Ասատուր Հակոբյանը նվիրում է իր խաչմերուկում ստենդափի դասերը։ Եվ հիշեցնեմ, որ խաղի ավարտին մենք պետք է ընտրենք լավագույն գիտակին եւ լավագույն հարցի հեղինակին։ Հարց համար 2։ Ձեր դեմ խաղում է Մարգարիտա Զիրեցյանը, գրադարանավար Երևանից։ Ուշադրություն։ Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին դա անվանել է տարածության անբավարարություն, փոխհատուցված ժամանակի առատությամբ։ Ուշադրություն հարցը։ Ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Ժամանակ, նրան ով կպատասխանի հարցին։ Նարեկը կպատասխանի։ Նարեկ, լսում ենք ձեզ։ Կարծում ենք ճիշտ պատասխանը բանտն է, ժամանակի եւ տարածությունը քիչ է, ժամանակը տանում ես կորչումը, որը կարես ավելի լավ նպատակների օգտագործես։ Շատ բարի, ես ընդունում եմ ձեր պատասխանը։ Այդ տարբերակներ քննարկվել են թիմում։ Այո, Ինչ տարբերակներ, որ խնդրում եք հնչեցնեք իրանց։ համալսարան, Այո, բանակ, բանակ, կյանք, կյանքը, այո։ այո, Շատ լավ։ Իրականում Բրոդսկին հետևած ձևով է մեկնաբանել տարածության անբավարարություն, փոխհատուցված ժամանակի առատությամբ։ Եվ դա բանտն է։ 6-3 օգուտ գիտակների եւ ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը։ Նշում հաղթողների անունները։ Շահանե Մանուշարյան, Ռուբեն Մուրադյան, Իրինա Կարապետյան, Սերժ Մեսրոպյան, Նարեկ Թումանյան եւ թիմի ավագ Հրանտ Սուքրասյան։ Շնորհավորում եմ։ Այժմ ես սիրով ուզում եմ խոսափողը փոխանցել Երևանի համար 32 գրադարանի տնօրեն Սուսաննա Խաչատրյանին։ Ես ողջունում եմ բոլորիդ։ Շատ հաճելի է, որ դուք այսօր մեր գրադարանում հաղթեցիք մեզ։ Շնորհավորում եմ։ Ես սիրում եմ այս խաղում կրել պարտություն, քանի որ խաղի նպատակը ձեր գիտելիքների ամրապնդումն է, ձեր իմացությունն է, ձեր, այսինքն մեր ապագա սերնդի կրթվածությունն է։ Դրա համար ինձ համար հաճելի է, ես ես մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, բրավո ձեզ, եւ այս բրավոների հետ խնդրում եմ ծափահարություններ հնչել։ Բրավո, դուք շատ միասնական խաղացիք, որ այսօրվա խաղի հովանավոր Ասատուր Հակոբյանը գրող չկարողացավ ներկա գտնվել, բայց իր մակագրությամբ գիրքը թողել է ձեզ, որ կուրսի ուսանողներ եք հերթով, որովհետև անուն ազգանունով ներկայացաք, բայց ֆակուլտետը երկու, այստեղ գիտեմ, որ մեկը մաթեմատիկական ֆակուլտետից։ Հա, դա Ռուբենն է,
Ռուբեն ջան, կասեք որ կուրսում։ Ես սովորում եմ մաթեմատիկայի մեխանիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն բաժնում։ Ես Շահանեն եմ, իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող։ Ես Սերժն եմ, արդեն անհասկանալի հնչեցին, ես էլ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող եմ։ Նույն ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող։ Ես խաղի ամենա երիտասարդ խաղացողն եմ, ես առաջին կուրսեցի եմ։ Շնորհակալություն։ Ողջունում եմ մասնակիցներին, շնորհակալ եմ հրավերի համար, իսկապես շատ գեղեցիկ խաղեր, հաճելի է գտնվել կրտսեր սերնդի հետ միասին մի դահլիճում, որտեղ հաղթում են բոլորին, իսկապես ինտելեկտուալ մթնոլորտ էր, շատ ապրեք երեխեք ջան, ես հպարտանում եմ ու վստահ եմ, որ հանձինս ձեզ մեր Հայաստանի Հանրապետությունը վաղ կլինի ապահով ձեռքերում։ Խաղը հաղթեց այնուամենայնիվ ավագի շնորհիվ, որքան որ հարցերը ծանոթ են, ավագը ինքն է որոշում, ով հնչեցնի ճիշտ պատասխանը։ Բայց Ռուբենը փայլեց խաղում եւ ես իհարկե սիրով Ասատուր Հակոբյանի կողմից այս գիրքը, որի շնորհանդեսը 3 ընդամենը կայացավ, իր հակառակությամբ անհնարին ոչ։ Ես խնդրում եմ ընկերություններ, բաժանեք բոլորին մայիսի 3-ին, մենք ձեզ հետ միասին հանդիպում ենք այս թիմի հետ, ովքեր արդեն ունեն այն տոպսերից, որ ունենք նաև մենք գրականավարները, մենք ձեզ հետ հանդիպում ենք ժամը 2-ին, Ասատուր Հակոբյանի ստենդափին, խոստանում եմ ձեզ շատ դրական էմոցիաներ, լավ տպավորություններ, որովհետև 3 այս բեմից մի փոքրիկ հատված մենք արդեն լսել ենք։ Խնդրում եմ հարգելի հաղորդավար հնչեցրեք հարցերը եւ ընտրենք լավագույն հարց, ով կարժանանա 32 տոմսի։ Ես հնչեցնում հարցերը։ Մարգարիտ Զիրեցյանի հարցը Բրոդսկի եւ բանտի մասին։ Սիմոն Հովհաննիսյանի հարցը իր նմանին տեսնել կամ չտեսնելու մասին հարցին։ Ռիփսիմե Անանյանը Գերմանիայի օլիմպիական խաղերին չմասնակցելու մասին հարցով, Սուսաննա Խաչատրյանը հայելու մասին հարցով, Կարինա Խաչատրյանը աֆրիկական ցեղի եւ ընձուղտի մասին հարցով, Մարիա Օխիկյանը տղամարդու թշնամու եւ լեզվի մասին հարցով, Ալլա Ամիրխանյանը բժիշկների, կաթոլիկների եւ լատիներենի մասին հարցով, Տաթև Թամազյանը Սևարկղ երկաթյա մեխերը հարցով եւ Սուպեր Բրիզ Արսեն Ազիզյանը Էքզյուպերի խոսքի մասին։ Միաբերան հնչեց Սիմոն Հովհաննիսյանի հարցը։ Աստված իր նմանին չի տեսնում։ Շնորհակալություն հարգելիներս, 2 ստենդափի տոմսը գնում է Սիմոն Հովհաննիսյանին։ Շնորհակալություն բոլորին։